Գործածենք այնինչ, որ ունենք։ Այս խորհրդածությունը կախված է Բայնակ Վարդապետ Մելոյանի «Ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը» գիրքեն։ Բողոս Արաքյալ հռոմեացիներուն հղած իր նամակի մեջ կսե Աստուծո շնորհքը յուրաքանչյուրիս դարբեր բարգև մտված է, որ պետք է գործածենք։ Եթե մարդիկ անդադարնան այս իրողության, անոնք պիտի դադրին զիրար պամպասել է եւ մեղադրել է։ Հաջող մարդիկ իրենք կպախտադեն ուրիշներու հետ եւ կագնգալեն ուրիշներեն ընել այն ինչ որ իրենք կնեն։ Մեկը գրնա լավ կարոզիչ մըլլալ, ուրիշը գրնա վարչական կարողություններով օժտված լալ։ Ոչ կարոզիչը պետք է մեղադրե վարչական կարողություններ ունեցող մարդը լավ կարոզիչ չլալուն համար եւ ոչ այլ վարչական կարողություններ ունեցող մարդը պետք է այբանե կարոզիչը վարչական կարողությունները զուրկ լալուն համար։ Անոնք իրարու ծառայելու շնորհք ունին, թող ծառայեն առանց պամպասելու, իրենց սենյակները կաշված եւ ստեղծագործող մարդիկը եւ փոխադարձաբար։ Բողոս Արաքյալ գսե. Եթե մարգարեության բարգեւ ունիք, պետք է պատկամեք մեր հավատքին համեմատ։ Եթե ծառայելու շնորհքը դրված է, պետք է ծառայենք։ Եթե ուսուցանելու ցիրկը ունենք, պետք է ուսուցանենք։ Եթե հորտորելու կարողություն ունենք, պետք է հորտորենք։ Իր ունեցածը ուրիշներուն բաժնողը արադորեն թող բաշխե, վերագացու եղողը երանդակին թող աշխատի, ողորմություն ունողը խնդությամբ թողնե։ Արաքյալը այստեղ մեկ տեսակ բարգևի մասին չէ որ խոսի, այլ տեսակ բարգևներու մասին։ Եթե տեսակ բարգևներ կան, ուրեմն տեսակ կարողություններով օժտված մարդիկ կան։ Եվ եթե տեսակ կարողություններով օժտված մարդիկ կան, ուրեմն մենք իրավունք չունենք պահանջելու ուրիշներեն որ մեզի նմանին եւ մեր ունեցած կարողությունները հայտնաբերեն իրենց անձերուն վրա։ Ինչպես թուզ բերող ծառը չի գնար մեղադրել որդադունքը թուզ չբերելուն համար, այնպես էլ մարդիկ պետք չէ մեղադրեն ուրիշները, եթե երբեք անոնք իրենց նույն բարգևները կամ ցիրկերը չունին։ Ամեն մարդ որոշ բարգև ցիրկ կամ կարողություն ունի դրված իրեն Աստուծո կողմէ։ Մարդ իրավունք չունի անդեսելու իր ունեցած բարգևներն ու ցիրկերը եւ իր ուշադրությունը կենտրոնացնելու իր ճանաչածին վրա։ Երբեմն մարդիկ այնքան կմտածեն իրենց ճանաչածին մասին, որ իրենց ուշադրությունն գվիրիբի իրենց ունեցածը։ Ճիշտ է որ Աստված իր ստեղծած մարդը օժտած է զանազան բարգևներով ու կարողություններով, բայց մյուս կողմին անորանալի է որ Աստված ամեն մեկ մարդու կյանքի մեջ դրած է տեսակ բագասություններ, դգարություններ եւ գարիկներ, որովհետեւ մարդիկ սորվին օգտվել իրարմե։ Յուրաքանչյուր մարդ, եթե փորձե կործածել Աստվածադուր իր բարգևները, մարդոց կյանքի մեջ գոյություն ունեցող շատ նեղություններ կվերնան, բագասություններ կլրացվին, գարիկներ կկոհացվին եւ խոչընդոտներ կվերցվին։ Ոչ ոք կրնա բոլորովին անգախ ապրիլ ուրիշներեն։ Յուրաքանչյուր մարդ թե դալիք ունի մարդոց եւ թե առնելիք։ Աստված մեզ այնպես ստեղծած է, որ մենք կախյալը լանք իրարմե։ Օրինակ Հարուստն ու աղքատը փոխադարձաբար իրարու պետք ունին։ Աղքատը պետք ունի հարուստին օգնության, որովհետեւ գարենա իր մարմնավոր պետքերը կոհացնել, իսկ հարուստը պետք ունի աղքատին, որովհետեւ անոր օգնելով գարենա հոգեգան կողունակություն եւ կոհացում ցերծել։ Բարոր ու հաջողությամբ լի կյանքի մտիրանալու համար մարդիկ իրարու գարիք ունին։ Որ մարդուն հաջողությունը գախյալ չէ ուրիշեն, որ մարդուն ուրախությունը գախյալ չէ ուրիշեն։ Ով գրծած է գիտնականը լալ առանց ուսումնասիրելու կյանքն ու գործը այլ գիտնականներու, ով գրծած է իշխող գոչվել առանց շուրջը ունենալու իշխող դասագարկը։ Մարդիկ իրարմով է որ կբարձրանան, իրարմով է որ կհարստանան, կզորանան ու դժվարություններ կնվաճեն։ Երբ խոսենք Աստուծո կողմէ մեզի դրված բարգևներուն, կարողություններուն եւ այլ տեսակի շնորհքներու մասին, չենք կրնար չմտապերել Քրիստոսի եկեղեցին։ Բողոս Արաքյալի վերոհիշյալ խոսքը առնչություն ունի բոլոր մարդոց հետ, բայց հատկապես սերտ աղերսունի Քրիստոսի եկեղեցին հետ։ Եկեղեցու կյանքի մեջ կան հոգևորապես խագերը, որոնք կարիք ունին հոգևորապես հասուն հավատացյալներու հորտորներուն։ Կան դգարները, որոնք պետք ունին մեր զորակցության եւ կոդեբնթիչ ներկայության։ Կան հիվանդները, որոնց պետք է այցելություն տալ եւ հոգ տանել։ Կան սկավորները, որոնց մխիթարության պետք է պուտանք, կան ամփորձարուները, որոնք կարիք ունին մեր փորձառության։
Ամեն մեկ մարդ մասնավորապես ամեն մեկ քրիստոնյա պատասխանատու է Աստծո առջև իրեն շնորհված բարգևներուն եւ այլազան ցիրկերուն համար։ Մատթեոսի ավետարանի մեջ Հիսուս կպատմե, թե մարդ մգար, որը երբ ուրիշ երկիր պիտի երթար, գանչեց իր ծառաները եւ անոնց հանձնեց իր ստացվածքը, որ շահարկեն։ Համաձայն անոնց կարողություններուն, մեկուն տվավ 500 ոսկի դրամ, մյուսին 200 եւ ուրիշին 100։ 5 եւ 200 ոսկի դրամ ունեցողները իրենց դրամները շահարկության դրին եւ ավելին շահեցան, իսկ 100 ոսկի դրամ ունեցողը դատաբարտվեցավ եւ չար ու ձույլ ծառա գոչվեցավ իրեն դրված գումարը շահարկության դրած չլալուն համար։ Հստակ է, որ ոսկի դրամները Աստուծո կողմէ մարդուն դրված զանազան բարգևներն են։ Աստվածադուր այդ բարգևները իր եւ ուրիշին բարիկին համար չօգտագործող մարդը չար ու ձույլ ծառա մնե Քրիստոսի իսկ բարերով։ Հաջորդին պիտի անդրադառնանք Հեղի Սամուել եւ մենք նյութի մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին հավիտյան է մինչեւ հավիտյան ամեն։